Մենք երբեք չենք պարտվում դատարաններում, այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Ըստ նրա, առանց բացառությամբ բավարարվել են հանձնաժողովի բոլոր հայցերը եւ արդյունքում պետական բյուջեը մուտքագրվել ավելի քան 170 միլիոն դրամ։ Բացի ֆինանսական տուգանքներ նշանակելը, մենք նաև լրջորեն ազդում ենք տնտեսվարողների իմիջի վրա։ Այսօր հանձնաժողովին կից հասարակական խորհրդի ընդլայնված նիստում գործարարների ու գործատուների շահերը ներկայացնող Արսեն Ղազարյանն առաջարկեց օրինախախտ տնտեսվարողներին պարբերաբար տուգանելու փոխարեն գոնե մեկ անգամ պատժել։ Գերական դիրք ունեցող ոլորտներ նախկինից եկած ավանդույթով շարունակում են չարաշահել իրենց դիրքը, որը բերում է նաև տվերի մեծացման։ Արսեն Ղազարյանն անընդունելի է համարում հատկապես սննդի ոլորտի չարաշահումները։ Ինչպես կարող է ազգաբնակչության առողջության հետ կապված գերխնդիրներում նման բարձունակ եւ էգոցենտրիկ որոշումներ կայացնել, օգտագործել սեփական արտադրանքի մեջ ավելցուկներ։ Ըստ նրա, պետք է սկսել պատժել հենց սննդի արտադրությամբ զբաղվող օրինախախտ ընկերություններին։ Նարիներիցյան Սարգիս Համբարձումյան, IPF։ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ամանորի նախաշեմին բացառում է գների անբարեխիղճ բարձրացումը ու պատրաստվում է խիստ վերահսկողություն սահմանել հատկապես սննդի շուկայում առաջին հերթին ձվի։ Եթե անցած տարվանը կրկնվի, մենք շատ ավելի խիստ ենք լինելու այս տարի եւ կարծում եմ տնտեսվարողները այնքան ողջամիտ կլինեն, որ ձեռնպահ կմնան նման գործողությունների իրականացումից։